Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին խոսել են Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները։ Որևէ մի հայ մարդ չի կարող ցեղասպանություն ուրանալ։ Սա անդիմության թեզերը, ելի եմ կրկնում, մտածածին ցնորամիտ թեզեր են, որոնք մեր կողմից արժանի պատասխանը ստանում են, թե ամբիոնից, եթե պետք է գալիս է նաև ամբիոնից դուրս։ Իհարկե ես հասկանում եմ, որ սա տհաճ է եւ անընդունելի է ազգային ժողովում, բայց սիրելի հայրենակիցներ, հարգելի ժողովուրդ, 2021 թվականի ընտրությունների արդյունքներով ձևավորված ազգային ժողովը այսպիսին է, լավն է վատն է, այսպիսին է, 30%-ը պարտադիր ընդդիմությունն է, եւ 30% ընդդիմությունը այս տարիների ընթացքում որևէ աշխատանք օրենսդրական չի իրականացրել, այսինքն մանդատով պայմանավորված որևէ գործունեություն չի իրականացրել եւ ելի եմ կրկնում փորձում է սուտուկեղծ թեզերի միջոցով ընկալումներ ձևավորել մարդկանց շրջանում, վախեր ներարկել մարդկանց մեջ եւ ըստ այդմ որոշակի քաղաքական դիվիդենդ նշահել։ Ցավի եւ ողբերգության կապիտալիզացիայով է զբաղված, բազմիցս խոսել ենք արդեն, ես նոր էլ եւս մեկ անգամ պետք է կրկնեմ, այսինքն ցեղասպանության թեման քննարկման ենթակա չի որևէ կերպ։ Դա պատմական փաստ է, որը տեղի ունեցել հայ ժողովրդի հետ եւ դա անհերքելի փաստ է։